ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրում է Միացյալ Նահանգներին վերացնել պատժամիջոցները։ Նա նշել է, որ պատրաստ է քննարկել այս հարցը, չնայած ընդգծել է, որ պատժամիջոցները կիրառվել են լուրջ խախտումների պատճառով։ Պաշտոնական Թեհրանից դեռևս պատասխան չի ստացվել։ Չինաստանից արտահանումը հոկտեմբերին անսպասելիորեն նվազել է 1,1%-ով, ինչը փետրվարից ի վեր իրենց ամենավատ ցուցանիշն է։ Մասնագետները դա բացատրում են նոր արտասահմանյան պատվերների անկմամբ եւ ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությամբ, ինչպես նաեւ ներքին պահանջարկի թուլացմամբ։ Տեխնոլոգիական բաժնետոմսերը զգալի անկումներ են ապրում։ Ճապոնիայի Նիքայի ինդեքսը մեկ շաբաթում նվազել է 2,2%-ով, իսկ Հարավային Կորեայի Kospi-ն 3%-ով։ Ներդրողները մտահոգված են, որ արհեստական ինտելեկտի բումն արդեն իսկ գտնվում է շտկման փուլում եւ տեղափոխվում է ավելի պահպանողական ակտիվներ։ Հարավկորեական տեխնոլոգիական Samsung Electronics ընկերությունը հայտարարել է իր վերակազմավորված օժանդակ բիզնես ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում Պակ Հարկ Կյուի նշանակման մասին։ Ընկերությունը նշել է, որ ստորաբաժանումը պարզապես աշխատանքային խմբից վերածվել է լիարժեք բիզնես ստորաբաժանման, ինչը լուրջ վերափոխման նշան է։ Չինաստանը շահագործման է հանձնել իր երրորդ ավիակիրը Ֆուջիանը, որը հագեցած է էլեկտրամագնիսական կատապուլտներով եւ կարող է տեղափոխել ավելի ծանր ինքնաթիռներ։ Վերլուծաբանները սա նշում են որպես Պեկինի ռազմածովային արդիականացման առաջընթացի քայլ, բայց նաեւ հավելում են, որ նավը դեռևս հեռու է լիարժեք շահագործումից։ Brent եւ WTI հում նավթի գները գնում են դեպի երկրորդ անընդմեն շաբաթական անկում։ Առաջարկի վրա ազդում են ԱՄՆ պաշարների անսպասելիորեն մեծ աճը եւ խոշոր արտադրողների կողմից արտադրությունը մեծացնելու որոշումը։ Ներդրողները շարունակում են զգույշ լինել, ապրանքային ավելցուկի ռիսկը ստիպում է շուկաներին վերանայել իրենց աճի հեռանկարները։ Տեխնոլոգիական ոլորտը զգալի անկում է գրանցում, խոշոր ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել եւ ներդրողները վերագնահատում են արհեստական բանականության հեռանկարները։ Այսյամ Նիքայի եւ Kospi-ն ինդեքսները շաբաթվա ընթացքում կորցրել են համապատասխանաբար 5% եւ 4,9%։ Շուկան սա մեկնաբանում է որպես կտրուկ աճից հետո շտկում։ Ոսկու գինն աճել է, քանի որ դոլարը թուլացել է ԱՄՆ-ում զբաղվածության թույլ տվյալների եւ տոկոսադրույքի իջեցման սպասումների աճի հետևանքով։ Գինը 1 ունցիայի համար հասել է մոտ 3,996 դոլարի։ Այնուամենայնիվ, մետաղը դեռևս փոքր կորուստներ է գրանցում շաբաթվա ընթացքում, ինչը վկայում է ռիսկային իրավիճակի մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրները համաձայնության են եկել Ուզբեկստանը նախատեսում է 3 տարվա ընթացքում 35 միլիարդ դոլար եւ 10 տարվա ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան ոլորտներում։ Համաձայնագրի նպատակն է ամրապնդել տնտեսական կապերը եւ դիվերսիֆիկացնել տարածաշրջանային համագործակցությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քվեարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի եւ ներքին գործերի նախարար Անան Խաթաբիի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնել օգտին։ Որոշումը պաշտպանել է անդամների մեծամասնությունը, իսկ Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Այս քայլը համարվում է Սիրիայի նկատմամբ միջազգային քաղաքականության կարևոր փոփոխություն։